5000 հայ զինվորի կյանք խլած, Հայաստանի ինքնիշխան տարածքից 240 քառակուսի կիլոմետր զավթած, Արցախը հայաթափած ու բռնազավթած Ադրբեջանի հետ խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև խաղաղությունն արդեն տեղ է հասել։ Դրա մասին դեռ օգոստոսի 20-ին է Փաշինյանն աչքալուսանք արել։ Այս խաղաղությունը իրական Հայաստանի գաղափարախոսության տրիումֆն է, գաղափարախոսություն, որը մեր պատմության մեջ բացառիկ է նրանով, որ ոչ թե բանաձևվել է էլիտաների կողմից եւ պարտադրվել ժողովրդին, այլ բանաձևվել է ժողովրդի կողմից, ձևակերպվել է ժողովրդի ներկայացուցիչների կողմից եւ կյանքի է կոչվում ժողովրդով։ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքահասարակության ներկայացուցիչները փոխադարձ այցերով եղել են Երևանում ու Բաքվում։ Հասել ենք մի կետի, երբ հասարակական կազմակերպությունները պետք է աշխատեն համոզել հայ ժողովրդին, որ ադրբեջանցիները մեր թշնամին չեն, նրանք բոբո չեն, ցեղասպան չեն։ Ուղերձ, որ մեր հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնականի հետ ինքը խնդրել է, որպեսզի մենք փոխանցենք Հայաստանի հասարակությանը, առաջինը այն է, որ ուրեմն պատերազմը ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտը ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն եւ գնան դեպի խաղաղություն, եւ իրենց համար չափազանց կարեւոր է այս մեսեջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանում շարունակում են Հայաստանն անվանել Արևմտյան Ադրբեջան, հայտարարել, որ այն իրենց պապերի երկիրն է, որտեղ նրանք անպայման վերադառնալու են, ուր Սևան չի, Գյոյչա է։ Մանկապարտեզներում ու դպրոցներում էլ բեմադրում են հային ստորացնելու ներկայացումներ, հայ զինվորը գերի է, պարտված է։ А вы знаете, кто враги Азербайджана? Кто наши враги? Իմ կարծիքով Հայաստանի քաղաքական դաշտում այս պայմանությամբ ով որ դեմ է խոսում հայ-ադրբեջանական կարգավորմանը եւ հայ-թուրքական կարգավորմանը, կամ ուղղակի օտարերկրյա գործակալ է, սրիկա է, կամ ուրեմն ապաքաղաքական ապուշ է։ Ուղղակի արձանագրենք, որ Հայաստանից Բաքու գնացած հետ եկած քաղաքահասարակությունում Ալիևի հայտարարություններին այսպես են արձագանքում։ Ինքը Սևանը չի անվանել Գյոյչա։ Ինքը ասել է, որ կա մի հատ քարտեզ ռուսական կայսրության, որտեղ Սևանը լճի վրա գրած է Գյոյչա։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը Սևանը Գյոյչա անվանելու Ալիևի նկրտումների մասին մեդիահաբին պատմեց։ Իլհամ Ալիևը իրենց գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ հայտնի այդ հայտարարություններ արել Սևանի հետ կապված, միևնույն ժամանակ կոնկրետ պետական հրահանգ է իջեցրել բոլոր կառույցների Հայաստանի տարածքը ներկայացնել որպես Արևմտյան Ադրբեջան։ Եվ եթե ոմանք այս խնդիրը փորձում են խոհարկել Ադրբեջանի, ադրբեջանցիների փախստականների թեմայի շուրջ, սա բացարձակ փախստականների հետ որևէ կապ չունեցող խնդիր է։ Սա Հայաստանի Հանրապետության տարածքը այլ պատմության մեջ երբևէ գոյություն չունեցող անունով ներկայացնելն է։ Սակայն Բաքվից եկած ՀԿ-ների ղեկավարները հայտարարեցին, որ 35 տարվա երկաթևարագույն արդեն փլուզվում է, խաղաղության կամուրջ նախաձեռնությունը ստեղծված է։ Երկկողմանի խաղաղասիրական աշխատանք է տարվելու հայ եւ ադրբեջանցի հասարակությունների, փորձագետների, մեդիայի հետ։ Հայ հանրությունը հոյակապ հիշում է ինչ է տեղի ունեցել իր հետ 2020 թվականին։ Հոյակապ հիշում է ինչպես է Ադրբեջանը հարձակում գործել սուվերեն ինքնիշխան Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերին, որի ժամանակ մենք 200 զոհ ենք ունեցել ու տարածքային կորուստներ, որի ժամանակ հայ կինզինծառայող է անդամահատվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում եւ այդ մարդիկ մնացել են անպատիժ, ովքեր դա արել են, ավելին վիդեո նկարահանում են արել եւ հպարտացել են դրանով։ Հայ հանրությունը բնավ տգետ ու դեբիլ չէ, որ մոռանա թե ինչ է տեղի ունեցել 2022 թվականի դեկտեմբերից եւ 10 ամսվա բլոկադայի մեջ էր Արցախ հայտնվել։ Մոռանա ինչ է տեղի ունեցել 23 թվականի սեպտեմբերին, դրան հաջորդող շրջանում։ Այսինքն հայ հանրությունը ուղեղը այդպես բան չի, որ sense թեփ չի էլի, փչես այդ թեփը վերանա, ասես տեղը դատարկությունը, այդպես չի աշխատում այդ ամբողջը։ Կեղծ անհեթեթ օրակարգերին արձագանքելը անիմաստ է, նկատում է Տաթև Հայրապետյանը։ Մեր խնդիրն է ձևավորել օրակարգ։ Առաջիկա ընտրություններին հայտ ներկայացնող քաղաքական ուժերը պետք է այդ օրակարգի խնդիրների լուծման իրենց տեսլականն առաջարկեն։ Հանրային այն ուժերը, որոնք այդ հայտը ներկայացրել են, իրենք պետք է հանդես գան լուծումներով։ Նիկոլ Փաշինյանի հետ կապված վաղուց ամեն ինչ պարզ է, հասկանում եք։ Ինքը շարունակաբար լծվել ու լծվելու է հայկական պետության քանդման գործին եւ ինքը դա բազմիցս ցույց է տվել, ինքը կրկնելու է Իլհամ Ալիևի խոսույթները, ինքը արդարացնելու է Իլհամ Ալիևին, ինքը մաքրելու է Իլհամ Ալիևին էթնիկ զտումից
ինքը անցկացնելու անհարկի համեմատություններ Ալիևի զավթողական ծրագրերի եւ մեր պատմական աշխարհագրական տեղանունների հետ, այդ ամեն ինչով նորմալ դարձնելով Ալիևի զավթողական ծրագրերը իր հետ կապված, ով ինչ պետք է հասկանար, ինձ թվում է հասկացել է։ Ադրբեջանագետի խոսքով Փաշինյանը շռոնդալից նվաստացումը ներկայացնում է որպես բացառիկ ձեռքբերում, բայց ժողովրդի մեծամասնությանը դա չի հետաքրքրում։ Մարդիկ հիմար չեն, հասկանում են, որ երկիրը լուրջ մարտահրավերների առջև է, լուրջ գործիչներ ու խելամիտ լուծումներ են պետք։